Վիրուսները, մանրեները չեն սիրում հիմնային միջավայր։ Մենք գիտենք, սոդայից ոչնչանում են սնկային հարուցիչներ, գիտեմ, տարբեր մեթոդներ կան օրգանիզմը հիմնայնացնելու, տարբեր հավեր կուլ տալ, խմել, անցնել տարբեր ծրագրեր։ Իրականում ամենահեշտը արյան միջավայրը հիմնայնանում է, այսինքն օքսիդատիվ ստրեսից ազատվում է, եթե կատարում ենք ճիշտ շնչառություն։ Հատկապես արտաշունչերից հետո պահում ներվակումային։ Այս դեպքում արյան միջավայրը դառնում է այնպիսի եւ ներքին լորդաթաղանթների մատուցում է այնպիսի սնուցում, որը չի թույլ տալիս զարգանան մանրեները, վիրուսները, սնկային հարուցիչները։ Ուզում եք ունենալ բարձր իմունիտետ, սովորենք ճիշտ շնչել։ Առաջին հերթին կատարեք արտաշունչ, պահեք 8, 10, 20 վայրկյան, ով ինչքան դիմանում է։ Եթե փորձեք նաև մի քիչ վակուում ստեղծել, որով այնը ներքաշել, ավելի լավ, մասնակցեն նաև ներքին օրգանները։ Եվ այն պահին, երբ թվում է այլևս չեք կարողանում շունչը պահել, հենց այդ պահին ամենաբարձր հիմնային վիճակն է ստեղծում։ Սա ապացուցել են Ստենֆորդի համալսարանում։ Դրա համար խորը շունչ եւ արտաշունչ քթով։ Aeroflex-ում սիրելիներս ես ավելի շատ տեխնիկաներ եմ ձեզ տալիս, ինչպես կարգավորել տարբեր հյուսվածքների ճիշտ արյան հոսքը եւ այն միջավայրը, որտեղ չեն կարող ապրել մանրեներ։ Այսինքն մարդկային լեզվով ասած, աղտոտված միջավայրը մաքրում ենք թթվածնի իոնական միջոցով եւ այնուհետեւ լիցքավորում ենք ճիշտ սննդամթերքներով։